Լրատվական հեռուստատեսության եթերում լուրեր լրատվականն սկսում է իր աշխատանքը։ Այսօրվանից Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց արձակուրդի։ Նախագահի մամլոյ գրասենյակից հայտնում են, որ արձակուրդի ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը եւ աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Օգոստոսի 8-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Սարգսյանն Ռուսաստանը մեկնելու աշխատանքային այցով։ Կրեմլի մամլոյ ծառայությունն հայտնել է, որ զրույցի ընթացքում նախագահները քննարկելու են քաղաքական, հումանիտար եւ առևտրատնտեսական ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։ Հրազդանի կիրճում գտնվող 8-րդ հրաշալիք ռեստորանային համալիրում 3 օգոստոսի 1-ին վիճաբանություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 17-ամյա Դավիթ Հայրապետյանը։ Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից Նյուզայմի թղթակցի զրույցում հաստատեցին տեղեկությունը։ Դավիթ Հայրապետյանն Հայաստանի Հանրապետության Պետական ագրարային համալսարանի քոլեջի 2-րդ կուրսի ուսանող է եւ վնասվածքն ստացել է վիճաբանության ընթացքում վայր ընկնելու արդյունքում։ Ավելի ուշ օգոստոսի 2-ին գիշերը ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները նշված ռեստորանային համալիրի կողմից վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 27-ամյա Գարիկ Դանիելյանին, բարմեն Վրաստանի քաղաքացի Պավել Կերտիկով-Շվոլին ևս։ Ավելի ուշ բաժին են ներկայացվել 26-ամյա Դավիթ Հովհաննիսյանը եւ 25-ամյա Արտակ Ավետիսյանը։ Դավիթ Հայրապետյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Փաստի արդի ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժնում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են։ Վիճաբանության մասնակիցները եղել են ոչ սթափ վիճակում։ Այլ նորություններ։ Գեղարքունիքի մարզի Արտանեշ գյուղի մոտակայքում 3 օգոստոսի 1-ին 18-ի սահմաններում լիճն են ընկել 4 քաղաքացի։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հայտնել են, որ անհրաժեշտ է փրկարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել փրկարարուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել։ Պարզվել է, որ 16-ամյա Ա. Ստեփանյանը, 17-ամյա Հ. Թադևոսյանը, 22-ամյա Ն. Ավակյանը եւ 25-ամյա Ս. Մինասյանը հեծանավակով հեռացել են ափից, այնուհետև լողալով վերադարձել։ Զոհեր եւ տուժածներ բարեբախտաբար չկան։ Շարունակում է թողարկումը։ Ռուսաստանում ձերբակալվել է հայ ազգի Վլադիմիր Համբարձումովը 9-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։ 40-ամյա կասկածյալը մինչև սեպտեմբերի 24-ը հսկողության տակ կմնա։ Դատարանն հաշվի առել այն հանգամանքը, որ Վլադիմիր Համբարձումովը կասկածվում է առանձնագի դաժան հանցագործություններում եւ ազատության մեջ լինելու դեպքում կարող է շարունակել հանցավոր գործունեությունը կամ փախչել։ Դատարանն հաշվի առել կասկածյալի խնդրանքը, որը ըստ երևույթին տեղի զայրացած բնակիչների լինչի դատաստանից վախենալով ինքն է խնդրել բանտարկել իրեն։ Live News-ն իր հերթին պարզել է, թե հանցագործին ինչպես է հաջողվել աղջկան համոզելով իր հետ անտարտանել, որտեղ կատարվել է ոչրագործությունը։ Պարզվում է Վլադիմիր Համբարձումովը Անյային առաջարկել է գովազդային նյութեր տարածողի աշխատանք։ Մոլագարը բացատրել է, որ ամռան ամիսների համար աշխատող է պահանջվում, որը կտարածի տպագիր նյութեր եւ կոսմետիկա։ Եվ Աննան համապատասխանում է այդ աշխատանքին։ Նա դպրոցականին առաջարկել է գնալ գրասենյակ եւ քննարկել աշխատանքային պայմանները։ Աղջիկն ուրախությամբ համաձայնել է։ Համբարձումովը զոհին տարել է անտառ, բռնաբարել եւ սպանել։ Անյա Պրոկոպենկոն կորել էր հուլիսի 23-ին Պիտիգորսկում։ Երկօրյա որոնումներից հետո նրա դիակը գտել էին Մաշուկ լեռան ստորոտին։ Փորձաքննությունը պարզել էր, որ աղջկան բռնաբարել եւ խեղդամահ են արել։ Վլադիմիր Համբարձումովը ձերբակալվել է օգոստոսի 1-ին։ Նախկին բանտարկյալը ապացույցների ճնշման տակ խոստովանել է իր մեղքը։ Նրա ԴՆԹ-ի տեսքն համընկնում է աղջկա հագուստի վրա նմուշներին։ Մարզական լուրեր։ Այս տարի արդեն 5-րդ անգամ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ճանաչվել է Դոնեցկի Շախտյորի լավագույն ֆուտբոլիստ։ Հարցմանը մասնակցել են ակումբային կայքի այցելուներ, լրագրողներ եւ վետերաններ։ Հենրիկ Մխիթարյանը մրցանակը կստանա օգոստոսի 4-ին Դոնեցկի Ֆան կաֆեում։ Շախմատի միջազգային ֆեդերացիան օգոստոսի 1-ին հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը։ Առաջին տասնյակում փոփոխություններ չեն եղել։ Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը պահպանել է երկրորդ տեղը եւ առաջատար Մագնուս Կարլսենն զիջում է 21 միավորով։
Լավագույն եռյակը եզրափակում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը։ Ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը 4-րդն է, իսկ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը 5-րդ տեղում է։ Սերգեյ Մովսիսյանը 46-րդն է, Գաբրիել Սարգսյանը 51, Վլադիմիր Հակոբյանը 58-րդ է, իսկ Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 90-րդ տեղում է։ Իսկ վերջ մի եղանակի մասին։ Օգոստոսի 3-ին Հրազդանում եղանակը կպայմանավորվի մթնոլորտային բարձր ճնշման դաշտով։ Գիշերը կգրանցվի 15 աստիճան, ցերեկը 28 աստիճան տաքություն, իսկ Սևանա լճի ջերմաստիճանը կդիտվի 21 աստիճան։ Այսօրվա համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մեկ անգամ հիշեցնելով մեր կայքեջի հասցեն 3w.Hrazdan-tv.am։ Մեր լրահավաք հեռախոսահամարն է 0223 202 92։ Մնացեք խաղաղությամբ։